Ռուսաստանի Դաշնությունը ուզում է օգնել Հայաստանում գտնվող Արցախից բռնի տեղահանվածներին, հա, թողնենք այն հատվածը էլի, թե այդ մարդիկը չի բռնի տեղահանվեցին, մեղքունի տեղ թե չունի, Ռուսիան ինչու ուղիղ ֆինանսական օժանդակություն չի կատարում Հայաստանի բյուջեին, ուղիղ Հայաստանի բյուջեին, Եվրամիությունը ինչպես է կատարում այդ ուղիղ ֆինանսավորումը, բյուջետային օժանդակություն է կոչվում դա, Ռուսաստանի Դաշնություն, այս հասարակական կազմակերպությանը մեյդան գցելու իմաստը ո՞րն է, ինչու կամ լավ, եթե հասարակական կազմակերպությանը Հայաստանը մերժել է, ընդունել նվերա հասարակական կազմակերպ, ձեզ ինչ, պետական իշխանության ինչ գործն է դա, 1000 հասարակական կազմակերպություն դիմում է Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանում գտնվող որևէ հասարակական կազմակերպության, համագործակցում է, չի համագործակցում, ձեր հետույքը ինչու է հրդեհվել, հրկիզվել, կրակ մարիչ չկա ամբողջ Կրեմլում կամ արտգործնախարարության եկա շենքում կրակ մարիչ չեք ճարել, որպեսզի հանգուցալուծեք այդ խնդիրը, զանգեք պաժարնի, զանգեք թող հրշեջները կան, հանգցնեն այն հրդեհը, որը կբել է ձեր բազկաթոռներին։ Փողը ուղիղ փոխանցեք Հայաստանի բյուջե, 1 կազատվեք այդ դարդերից, ուզում եք օգնել, օգնեք։ Հա։ Եթե հասարակական կազմակերպությանը մերժել է Հայաստանը օգնություն, հա, ձեր հասարակական կազմ, երևի թե այստեղ այս կնիգը ագամա խոստովանում է, որ այդ հասարակական կազմակերպությունը Կրեմլի հասարակական կազմակերպությունն է, ժողովուրդ ջան, սա պետք է նկատի ունենալ եւ չմոռանալ իհարկե, հա, այսպիսի տխուր Մաշա Զախարովա, ինչպես ասում են։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։